Ես եմ շնորհակալ հնարավորության համար եւ ոչ ֆորմալ պայմաններում քննարկում ունենալու, որովհետեւ գուցե կան հարցի կողմեր կամ ռազմավարական հեռանկարների մասին պատկերացումները մեկտեղելը երևի լավ գաղափար է կամ համեմատելը։ Ես ուղղակի մի քանի բան ասեմ, թե ինչպես է իրադրությունը պատկերվում կառավարության դիտանկյունից։ Ես խնդրեցի, որ մենք մեր ձեռքի տակ ունեցած վիճակագրությունը նայենք, թե 2018 թվականի համեմատությամբ ինչ է փոխվել ոլորտում։ Եվ մեր վիճակագրությունը մեզ ասում է, որ օրինակ 2018 թվականի համեմատ տեղեկատվական կամ տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների թիվը Հայաստանում ավելի քան 12 անգամ մեծացել է։ Այսինքն աճը մոտավորապես 1225%-ով։ Այսինքն սա մի թիվ է, որը կարծում եմ, եթե դուք այլ տվյալ չունեք կամ նենց չի, որ իրականությունը հակառակի մասին է վկայում, սա դրամաշրջանառությունը 171%-ով աճել է։ Այսինքն համարյա քառապատկվել է ոլորտի դրամաշրջանառությունը, իսկ աշխատողների թիվը ոլորտի ավելի քան հնգապատկվել է 2018 թվականից այս կողմ։ Սրանք վիճակագրական տվյալներն են, բայց նաև ոչ վիճակագրության զուտ այսպես վիզուալ ինչ է երևում։ Հիմա օրինակ տեխնոլոգիական ոլորտում կարծում եմ նախորդ տարի եւ այս տարի արդեն իսկ շատ էական փոփոխություններ են տեղի ունեցել եւ ունենում։ Մասնավորապես այն, որ Հայաստանում արբանյակային ինտերնետ է գործում, Starlink-ի ծառայությունները հասանելի են ամենուր, սա կարծում եմ շրջադարձային փոփոխություն է, ինչը ըստ էության տեղեկատվական տեխնոլոգիաների համար հասանելի է դարձնում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը։ Եվ սա մեզ համար կարևոր է նաև տարածքային համաչափ զարգացման տրամաբանության տեսակետից։ Մենք 2018 թվականից անդադ այդ խնդիրը դրել ենք, մենք ցանկացել ենք պայմաններ ստեղծել, որպեսզի մարզերում, համայնքներում նույնպես տեղեկատվական տեխնոլոգիաները, տեխնոլոգիական ոլորտը զարգանա եւ ոլորտը անընդհատ մեր առաջ դրել է ինտերնետի, որակյալ ինտերնետի հասանելիության հարցը։ Մենք իհարկե լայնաշերտ ինտերնետով ամբողջ հանրապետության տարածքը ապահովելու տարբեր ծրագրեր ենք իրականացնել, բայց դա միևնույնն է դանդաղ գործընթաց է, որովհետև հնարավոր չի միանգամից մի գործողությամբ անել այն, ինչ որ մի գործողությամբ հնարավոր է անել Starlink-ի դեպքում, եւ մենք հիմա հանրապետության ողջ տարածքում ունենք ինտերնետ։ 2 օր առաջ մենք Երևանի պետական համալսարանում բացեցինք ըստ էության ժամանակակից սուպեր համակարգիչը, առաջինը չի սուպեր համակարգիչը, բայց առաջինն է, որ Հայաստանի Հանրապետությունը իր միջոցներով ձեռք է բերել։ Գիտեք, որ ինժեներական քաղաքում գտնվող սուպեր համակարգիչը Ֆրանսիայի մեր գործընկերներն էին նվիրել, բայց մենք ուրիշ բան արձանագրեցինք, ինչ հետաքրքիր բան տեղի ունեցավ, որովհետև հիմնական հարցը, որ ես գնացել եմ Երևանի պետական համալսարանը, թե գիտական ոլորտը մեզնից հաջորդը ինչ սուպեր համակարգիչ է ուզում, որպեսզի կառավարությունը ձեռք բերի, եւ տեղում պարզեցինք, որ դա կարիքը այլևս չկա, որովհետև հիմա այդ թվում Firebird ներդրումային ծրագրի շրջանակում այնպիսի կարողություններ են լինելու Հայաստանում, որ կառավարությունը արդեն կարիք չունի դրա մասին մտածելու եւ հիմա իմացա, որ Գագարինում նույնպես առաջիկայում հիմա արդեն ընթացքի մեջ է սուպեր համակարգչային կենտրոն ունենք, այսինքն սա ըստ էության նշանակում է, որ տեխնոլոգիական այն փոփոխությունը կամ այն հեղափոխությունը, որը տեղի է ունենում, Հայաստանը մասնակցում է դրան եւ նաեւ ուզում եմ ընդգծել, որ կառավարության դերը այստեղ ավելի շատ քաղաքական է։ Ես հիշում եմ, երբ որ մենք ինժեներական քաղաքում հանդիպում էինք անում, մեր գործընկերները հազանգում էին, որ նույն Firebird-ի հետ կապված արտահանման խնդիրներ կան եւ այլն, ես համոզված եմ, այդ հարցերը կլուծվեն եւ այդ հարցերը լուծվեցին, այսինքն սա շատ կարեւոր է նաեւ Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների
այս նոր ռազմավարական բնույթը ըստ էության մեզ վստահություն է ներշնչում, որ հիմա մենք չենք ունենա իհարկե տրամաբանության սահմաններում հասանելիության սահմանափակում։ Մանավանդ հիմա տրիպի շրջանակը արդեն ստորագրվել է եւ դա մեզ համար նույնպես շատ կարեւոր մի հատ տեխնոլոգիական նոր հասանելիություն է մեզ բերելու, որովհետեւ արդեն ես հույս ունեմ, որ մենք ոչ թե հույս ունեմ, այլ համոզված եմ։ Ես համոզված եմ, որ այն սահմանային եւ մաքսային հսկողության այն տեխնոլոգիաները, որ մենք տրիպի շրջանակում ներդնենք, մենք նաեւ մեր հանրապետության մյուս սահմանային եւ ներառյալ Զվարթնոց օդանավակայանում ենք ներդնելու, որովհետեւ հիմա երկրները, տնտեսապես արագ զարգացող երկրները պայքարում են դրա համար։ Հաջորդ տեխնոլոգիական էլի նորությունը, որ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մեր ընկերությունները նույնպես ներգրավված են, մենք բիոմետրիկ անձնագրերի համակարգն ենք ներդրում, բավականին ուժեղ համակարգ, եւ ինչ կապ ուներ նախորդի ասացի հետ, հիմա ըստ էության ինչ է գործում, մարդը մի անգամ բիոմետրիկ տվյալը տրվեց, եւ եթե իր այդ կապված խնդիր չկա, ըստ էության միջազգային ճամփորդությունը դառնում է շատ պարզ մի բան, այսինքն ինքը այդ այսպես ասած տեխնոլոգիական թունելների միջով անցնելով ամեն ինչ մարդ ուղակի քայլում է, ինքը չգիտի, որ իր նկատմամբ սահմանային, մաքսային, չգիտեմ, բոլոր տեսակի հսկողությունները արվում են, բայց ինքը իր համար ուղակի քայլում է։ Եվ նկատի ունեմ, բայց այս ամեն ինչը ինչով է կարևոր, որ այս ամեն ինչի հետևում տեխնոլոգիաներ են։ Այդ ամեն ինչը ծրագիրը, այդ ամեն ինչը ընկերությունը, այդ ամեն ինչը աշխատողը եւ այլն եւ այդպես շարունակ, եւ մենք այս առումով նույնպես շատ մեծ հեռանկարների առաջ ենք կանգնած եւ նաեւ ուզում եմ ընդգծել, որ հենց տեխնոլոգիական ոլորտի առումով էլ կարծում եմ կառավարության դերը ավելի շատ քաղաքական է, նույն խաղաղությունը, տեսեք մենք ասում ենք ինտերնետ կա ամբողջ հանրապետության տարածքով, բայց եթե ինտերնետը լինի խաղաղություն չլինի, դրանից չեմ կարծում, թե որևէ մեկը պետք է գնար, ասենք, եթե ես համոզված եմ, որ կգնան, որովհետև այս խցանումները եւ այլն քաղաքի կյանքի բարդությունները մարդկանց ստիպելու են մտածել, որ կարող է արժի գնալ օրինակ Տավուշի մարզի Այգեհովիտ կամ Սյունիքի մարզի Շիկահող գյուղում աշխատել։ Այնտեղ ինտերնետը կա, ոչ մի խնդիր, բայց եթե ինտերնետ կա, խաղաղություն չկա, ոչ մեկ չի գնա այնտեղ աշխատելու։ Եվ հետեւաբար այս տրամաբանությունը մենք զարգացնում ենք եւ դա զարգանում է եւ այս արձանագրումը նույնպես շատ կարեւոր է։ Նաեւ շատ կարեւոր եմ համարում, որ մենք հա մի քիչ շատ բարդ, շատ տենց ցայտնոտային իրավիճակներում, բայց նաեւ որոշակի արբանյակային տեխնոլոգիաների հետ առնչվելու առաջին քայլերն ենք անում, բայց մենք այդ ուղղությունը միանշանակ շարունակելու ենք։ Ես որևէ կասկած չունեմ եւ մենք դա կանենք, Հայաստանը պետք է առաջիկա շրջանում նորից արբանյակ ունենա, ավելի լավ որակի եւ կարծում եմ նույնիսկ մի արբանյակով աշխատելը այդքան էլ ճիշտ չի, բայց մեկից կսկսենք, երկրորդը, հետո կտեսնենք երրորդը եւ այլն։ Այսինքն տեխնոլոգիական ոլորտում մենք շատ լուրջ զարգացումներ է սպասվում։ Ամենակարևոր բանը հիմա արհեստական բանականությունը մենք պետք է նայենք ինչպես ենք առնչվում այդ նոր տեխնոլոգիայի հետ։ Մենք արդեն կառավարության մակարդակում առնվազն երկու շատ կոնկրետ որոշում ենք կայացրել։ Նախորդ օրը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում մի շատ լավ առաջարկ հնչեց, որ մենք բոլոր մեր նախարարությունների թեժ գծերը, որտեղ մարդիկ զանգում ու չեն կարողանում ոչ մի կերպ կապվել կամ կապվում ու ոչ մի հարցի պատասխան չեն կարողանում ստանալ, մենք այդ ամբողջը առաջիկայում կդնենք արհեստական բանականության հիմքի վրա, որպեսզի անպատասխան զանգ չլինի եւ անպատասխան հարց չմնա, հույս ունեմ, չգիտեմ, եթե հետո կերևա իհարկե, արհեստական բանականությունը իմ գնահատմամբ ամենակարևոր առաջնային գործերից մեկը, որ մեզ համար կառավարման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ պետք է անի, հենց դա է, բայց ընդհանուր առմամբ տեխնոլոգիական ոլորտի զարգացման մեր տեսլական էլի կրթության հետ է կապված, որովհետև ֆունդամենտալը հիմնարը մեկը կրթությունն է, եւ մենք նաեւ պետք է մտածենք, թե թվայնացմանը ես չեմ էլ անդրադառնում, որովհետև թվայնացումը ակնհայտ, այսինքն այդ թթվածին պետք է լինի, որ հնարավոր լինի շնչել։
Այսինքն այդ ուղղությանը չեմ էլ անդրադառնում, որովհետև այդտեղ մեր բոլոր որոշումները կայացված են, դա ճանապարհ է, որը պիտի անցնենք, այսինքն այդտեղ քննարկելու եւ որոշելու բան չկա, պետք է ընդամենը ընդ որում 2025 թվին մենք հիմա նոր համակարգ ենք ներդրել 2025 թվականից, որ մենք որոշում ենք ամեն կիսամյակի համար առաջնահերթությունները, նախարարությունների եւ 2025 թվականի հունվարից բոլոր նախարարությունների երեք առաջնահերթություններից մեկը պարտադիր պետք է լինի թվայնացումը, այսինքն առաջիկա միջև դա այդ հարցը չի դուրս եկել իր հրատապությունից, բոլոր նախարարությունների, բոլոր կիսամյակների, եռամսյակների առաջնահերթություններից մեկը լինելու է թվայնացումը անպայման եւ մենք այդ ուղղությամբ շարժվելու ենք առաջ, բայց վերադառնալով կրթությանը, ես ուզում եմ ասել, որ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը հնարավոր չի առանց կրթության ոլորտի զարգացման եւ հետեւաբար այն ինչ մենք իրականացնում ենք հանրակրթության ոլորտում, նախադպրոցական կրթության ոլորտում, մասնագիտական կրթություն եւ ուսուցում ոլորտում, բուհական եւ յետբուհական ոլորտում, այդ ամեն ինչը տեխնոլոգիաների մասին է, որովհետեւ հիմա մենք տեխնոլոգիա ասելով Դες մի քիչ օտարոտի բան ենք հիմա ավելի քիչ հասկանում, բայց տեխնոլոգիան այնա ինչ մարդուն մարդ է դարձրել, որովհետև հիմա այն գյուղատնտեսությունը, որը մենք համարում ենք հնացած, չէ, հասկանալու են, որովհետև կա հիմա ինտենսիվ գյուղատնտեսությունը։ Ինքը եղել է մեզ առաջ մղած առաջին տեխնոլոգիան, որ կարելի է բան աճացնել, ոչ թե բնությունից հավաքել, այլ աճացնել։ Մարդկությունը ամեն փուլում ունեցել է իր տեխնոլոգիան։ Տենց դարաշրջան չի եղել, որ մարդկությունը տեխնոլոգիա չստեղծի, որովհետև երբ որ մարդկությունը որևէ դարաշրջանում տեխնոլոգիա չստեղծի, մարդկությունը դեգրադացվում է, այսինքն նշանակում է ինքը չի զարգանում։ Այսինքն եթե վերցնենք սենց դարեդար հետ գնանք, բացարձակապես բացառված է, որ տենց դար եղած լինի, որտեղ տեխնոլոգիա ստեղծված չլինի։ Հետևաբար ես կարծում եմ, որ ամենակարևոր ռազմավարական ընկալումը, որ մենք պետք է ունենանք, որ տեխնոլոգիան մեր կյանքի մասն է, ինչքան տեխնոլոգիա կա, մեր կյանքը ավելի լավ է դառնում։